Պետրոս առաքյալի ընդհանրական առաջին թուղթը 3 Կանայք և ամուսիններ, այսպես էլ դուք, կանայք, հնազանդ եղեք ձեր մարդկանց, որպեսզի եթե նրանցից ոմանք չհնազանդվեն խոսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիվ և առանց խոսքի իսկ շահված լինեն, նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը, լի երկյուղածությամբ, թող ձեր արտաքինը զարդարված չլինի հյուսքերով, ոսկեհուր վարսակալներով կամ թշնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի մարդը հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ։ Մի ժամանակ այսպես էին իրենք զարդարում Աստծու վրա հույս դրած կանայք, որոնք հնազանդվում էին իրենց մարդկանց։ Այդպես էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին, և նրան իր տերն էր կոչում, և դուք նրա զավակները եղաք։ Նրանք բարեգործ էին և չէին սարսափում և ոչ մի բանից։ Նույնպես և տղամարդիկ թող իմաստությամբ ապրեն իրենց կանանց հետ, հարգեն նրանց, իբրև դյուրաբեկ անոթի, իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն։ Չարչարանք արդարության համար։ Եվ ամենագլխավորը, եղեք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ, չարի փոխարեն չար մի հատուցեք, կամ նախատինքի փոխարեն նախատինք, այլ ընդհակառակը, օրհնեցեք, որովհետև այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը։ Արդարև, ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները նենգություն խոսելուց, թող հետ քաշվի չարից և բարին անի, թող խաղաղություն փնտրի և գնա նրա հետևից, որովհետև Տիրոջ աչքը արդարների վրա է և նրա ականջները բաց նրանց աղոթքին, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է։ Եվ ով է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք պարում, իսկ եթե արդարության համար չարչարվեք էլ, երանի է ձեզ։ Բայց նրանց երկյուղից մի վախեցեք և մի խռովեք, այլ Տիրոջը, նույնինք Քրիստոսին սուրբ պահեցեք ձեր սրտերում։ Պատրաստ եղեք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամեն մարդու, որ կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը։ Մաքուր խրճմտանք ունեցեք, որպեսզի այն բանով, որով չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս, որովհետև ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել։ Քրիստոսի հարության տիեզերական հաղթանակը։ Արդարև, մեր բոլորի համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ և ինքը, Քրիստոս, արդարը, անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն։ Նա թեպետ և մարմնով մեռավ, բայց կենդանի է հոգով, որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում է նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինում։ Այն օրերին քչեր, այսինքն 8 հոգի փրկվեցին ջրից, մկրտությունն էլ ըստ նույն օրինակի ապրեցնում է ձեզ,
ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարության միջոցով, գնացած լինելով երկինք, նա Աստծու աջ կողմում է, և նրան հնազանդվում են հրեշտակները, իշխանություններն ու զորությունները,